Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Աստված իր պատասխանը չի ուշացնում։ Համոզված եմ, որ քեզ ծանոթ է բժշկի, վարսավիրի կամ որևէ այլ ծառայության սպասասրահում սպասելու ընթացքը։ Երբեմն սպասելն այնքան էլ դժվար չէ, քանի որ դու դրանում իմաստ և նպատակ ես տեսնում։ Սակայն լինում են դեպքեր, երբ այն անտանելի է դառնում, չափից շատ երկար է թվում, և դու այլևս չես ուզում սպասել, թեև եկել էիր հստակ նպատակով։ Նման դեպքերում, երբ սպասելը դառնում է ծանրություն, առաջին միտքը տվյալ սպասասենյակը հնարավորինս շուտ լքելն է լինում։ «Նա ամեն բան պատշաճ է արել իր ժամանակին. նաև հավիտենականությունն է դրել մարդկանց սրտում, սակայն մարդը չի կարող սկզբից մինչև վերջը հասկանալ Աստծու արած գործերը» (Ժողովող 3․11)։ Սիրելի՛ բարեկամ, իսկ ի՞նչ կասես Աստծու խոստումներին սպասելու մասին։ Որքա՞ն ժամանակ է անցել, երբ ընդունել ես Նրա խոստումը և սպասում ես դրա իրականացմանը։ Գուցե մտքեր են գալիս, թե Աստված մոռացել է քեզ։ Գուցե կասկածներ են գալիս Տեր Աստծու խոստումների ճշմարիտ լինելու առնչությամբ։ Եթե դու հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսին և որոշել ես ապրել Նրա աշակերտի կյանքով, ապա կարող ես վստահ լինել, որ Աստված երբեք չի մոռանա քեզ։ Աստծու Խոսքն անսխալական է և Նրա խոստումները՝ ճշմարիտ։ Այդ դեպքում ինչո՞ւ է ուշանում խոստման իրականացումը։ Հավատարիմ, համբերատար և հավատքով սպասելը յուրաքանչյուր խոստման իրականացման համար անհրաժեշտ պայմաններից մեկն է։ Սպասումն ու խոստման իրականացումն անբաժանելի են ու միշտ հաջորդում են իրար։ Խոստման սպասասրահը մի վայր է, որտեղ կերտվում ու փոխակերպվում է քո բնավորությունը։ Հենց այստեղ է, որ դու ուժ ու հաստատակամություն ես ընդունում և կոփում ես բնավորությունդ։ Այդ սպասասրահը նաև Աստծու ներկայության գաղտնի մի վայր է, որտեղ զարգանում է նաև քո մտերմությունը քեզ խոստումներ պարգևած Տիրոջ հետ։ Հենց սպասման ժամանակ է, որ Քրիստոսի իրական աշակերտը սովորում է Նրա ձայնը զանազանել հազարավոր այլ ձայների և այս աշխարհի աղմուկի մեջ, ինչպես նաև ավելի ու ավելի լավ է ճանաչում Տեր Աստծուն ու մտերմանում Նրա հետ։ «Քանզի այսպես է ասում Տեր Աստված, Իսրայելի Սուրբը. «Դարձի գալով և հանգիստ մնալով կփրկվեք, հանդարտությամբ և վստահելով կլինի ձեր զորությունը» (Եսայիա 30․15)։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, սպասի՛ր Տիրոջը խաղաղությամբ և համբերությամբ, որովհետև Աստված երբեք չի ուշացնում Իր խոստումների իրականացումը, այլ սպասման մեջ քեզ Իրեն ճանաչելու և Իր որակները քո մեջ ընդունելու դասեր է փոխանցում։ Նրա աստվածային խոստումները հավատարիմների համար են։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։